Ինչու էր Պասկալն ասում, միայն Աստծո մեջ է մարդը գտնում իր վերջնական ճշմարտությունը, որովհետև մարդը մշտապես եսակենտրոն է և շատ հնարավոր է ընկնի իր ցանկությունների հետևից այնքան, որ մոռանա բարձրագույն արժեքների մասին և իրականում մարդիկ կան, ովքեր նույնիսկ չեն էլ մտածում դրա մասին, այսինքն հոգու խորքում իրենք չեն էլ հավատում, որ իրականում հավիտենություն կա, Աստված կա կամ այս կյանքից հետո, չգիտեմ, ինչ-որ ռեինկարնացիա կարա լինի, մարդու հոգին կարա վերածնվի, շատ տեսություններ կան մարդու հոգու հետ կապված, հա, բայց ի՞նչն է հետաքրքիր, որ նույնիսկ մեծագույն փիլիսոփաները վերջնական ճշմարտությունը Աստծո մեջ են գտել, ինչի համար, որովհետև մարդը անընդհատ փնտրտուքների մեջ է լինում, մարդը փնտրում է մի հատ գերարժեք, մի մոտիվացիայի աղբյուր, և ինչն է բանը, որ մենք վերցնելով Աստծուն որպես մեծ գերագույն արժեք մեզ համար, ումից գալիս է սերը, ումից գալիս է լույսը, կյանքը և ում նպատակն է փրկել մարդկությանը և դա կապ չունի մարդը քրիստոնյա է, մահմեդական է, թե ուրիշ ինչ-որ կրոնի մեջ է, մարդը պետք է հասկանա, օքեյ, ինչի համար եմ ես այս ամեն ինչը անում, այսինքն ամեն դեպքում ալտրուիզմը կարծես հակասի էգոիզմին և էգոիզմն էլ հակասի այսպես ալտրուիզմին, բայց իրականում գիտական կողմերից որ սենց նայում ես, հա ամեն ինչի հիմքում է էգոիզմ, բայց արդյոք մեր հոգիները չեն ձգտում այդ էգոիզմից ավելի վերևին, այսինքն ամեն դեպքում մեզ համար մշտապես Աստված է մնում, որքան էլ մենք մեզ չխոստովանենք, որքան էլ մենք մեզ ինքներս խաբենք, որ հա օքեյ այս կյանքն է և վերջ կամ չգիտեմ այսօրով ապրի, իհարկե որպես մասնագետ ես կասեմ, որ սա հիասքանչ մոտեցում է կյանքը վայելելու համար, բայց որն է մեր հոգու այն ամենախորքի դրդապատճառը, հա, մարդկանց օգնելու, չգիտեմ, բարություն անելու, եթե մեր ամենահոգու խորքում չլինի Աստված գաղափարը, այսինքն չլինի այն գերագույն արժեքը, որին մենք ձգտում ենք, մենք չենք կարա երկար հումանիզմ խաղանք, որովհետև եթե մենք չենք ստանում Աստծուց այդ լույսը մեր մեջ, մենք չենք կարա մարդկանց այդ լույսը երկարաժամկետում տանք, դրա համար Հիսուսն ասում էր դուք եք աշխարհի լույսը և փորձենք ավելի շատ լույս